Հարգելի գործընկերներ, Դավիթ Արաքելյանը ուստա միջանցքում է, չի փախել մտել իր կաբինետը։ Մեքենակ վերահանգ է կատարում։ Ալեքս Սիմոնյանը ձեր ներողություն Մեկ անգամ ինձ հավատարմագրումից ձգելու մասին հաղթել են։ Դուք մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերեմ վճիռը ձեզ Դուք Առաքի Ացյանի դատարանի որոշումը Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Արաքելյան։ Դուք Առաքի Ացյանի դատարանի որոշումը դա դեռ հաղթանակ չի եւ օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերականգնում եք բողոքարկե, փրկուրներից եք կապել, պարոն Արաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Պարոն Արաքելյան, դուք չեք կարող մեզ դրկել, շենք մտնել դրան։ Հավատարմագրումից եք Հարգելի բապացը աշխատել Կարքի։ Պարոն Մանուկյանը պարտականությունների մասին դատարանը որոշում է։ Պարոն Մանուկյանը կուղեկցի ձեզ, շնորհակալություն։ Պարոն Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ դրկել եք հավատարմագրում։ Դա դատարանը կորոշի։ Դատարանը կորոշի։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր, թքեց քաղաքացուն, ձեռքերը ոլորեց պատասխանատվության չի ենթարկվեց, այս դեպքում պատասխանատվության ենթարկվեց։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալ։ Ըստեյության ինչ է եղել։ Չենք անում, Ժորժ ջան, դուրս են գալիս։ Դուրս են գալիս։ Դու արդեն քնար, լրատվական աշխատանք ես իրականացնում։ Ոչ, չէ։ Կբացատրեք դրսում, հարգելի։ Լսի, դուք մի հայտով եք մտնել։ Դուք կբացատրեք, կամ պարոն Մանուկյան, խնդրում եմ ձեր սենյակում թող մարզաբանեք։ Ձեր սենյակում չենք խառնվել։ Ասում եք որ Ժորժ ճանապարհը բացեք դեռ։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել էր հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում ասել, Արթուր Հովհաննիսյանի քննադատության քարտուղարի մասով մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Արաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Հիմա հարցիկ որ կարող արեք ճանապարհը բացեք, քնար դուրս են գալի։ Դուրս են գալի։ Հա, всё, քնար։ Մենք եկել ենք եւ լուսաբանում ենք իր գործը։ Մենք շոու չենք անում։ Շոու եք անում, դուք Ալեն Սիմոնյանի շոուն եք անում։ Մենք չենք խոսում գնացի։ Գեղամ Մանուկյանի մոտ ենք եթե դուք Գնում եք Գեղամ Մանուկյանի դուրս։ Գեղամ Մանուկյանը հրավիրում է դուրս։ Գնում եք վերահանգել Շատ լավ։ Ձեզ ավելին ասեմ, ձեզ եք ուշադիր, ձեզ ավելին ասեմ, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի աստիճանների մոտ սպառնացել է ինձ եւ իմ գործընկեր Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացվելու եք։ Արթուր Հովհաննիսյանը այն պատգամավորն էր, որը թմրանյութի 0.24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթով անցել է եւ այսօր եկել է մեզ սպառնալիքներ են հնչեցնում։ Արթուր Հովհաննիսյանը լրագրող է եղել ու իրեն ազգային ժողովի հետևություններ անեք, այո։ Են տվել լուսաբանել, կան հարցեր են տեղ, որտեղ իրենց հաշվացել է։ Սա ինչի մասին է խոսում։ իրենց ցանկալի իրենց համար, եթե ոչ ցանկալի հարց հնչում, սա բոլորին է վերաբերվելու, հարգելի լրագրողներ, ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որտեղ մենք Հայկ Կոնջարյանին փորձել ենք հարցնենք, որտեղից ձեզ
townhouse-ը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մեզ հանել են դուրս։ Ընդհանրապես գալիս ալու համար, ընդհանրապես 4 կլան գործել է Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, Հայկ Կոջորյան եւ Արթուր Հովհաննիսյան։ Մենք հազիվ դուրս ենք գալիս։ Դուրս ենք գալիս։